սրանց 8 տարին գնահատենք, դա պատերազմի, կորստի, զիջումների նվաստացման տարիներ է։ Հետևաբար այս իշխանությունը վերարտադրվելու որևէ հնարավորություն չպետք է ունենա, որովհետև սրանց վերարտադրությունը, այս էլ Ժողովուրդ ջան, պարզ պետք է հասկանանք, ինչ է նշանակում, եթե սրանք կարողանան կրկին խաբել, չգիտեմ ինչ ճանապարհով վերարտադրվել։ Այս իշխանության վերարտադրությունը նշանակում է, որ նոր կորուստներ ենք ունենալու։ Հայաստանից նոր զիջումներ է լինելու, եւ իրենք չեն թաքցնում, ասում են Հայաստանի տիրապետության տակ կան տարածքներ, որոնք պետք է վերադարձնենք։ Անկլավների տեսքով, չգիտեմ ինչ տեսքով վերադարձնելու են։ Եթե սրանք շարունակեն մնալ, թշնամու պահանջով փոխելու են Հայաստանի սահմանադրությունը։ Եթե շարունակեն մնալ, Հայաստանի ինքնիշխանությունը եւ պետականությունը դրվելու է հարցականի տակ։ Հետևաբար Ժողովուրդ ջան, այս ընտրությունը պարզ քաղաքական ընտրություն չի, սա գոյաբանական հարց է։ Մենք առաջարկում ենք կառուցել անվտանգ եւ մրցունակ Հայաստան, հզոր տնտեսությամբ, ուժեղ բանակով, որը կարողանա հաղթահարել բոլոր մարտահրավերները եւ երկիրը դուրս բերել այս վիճակից։ Դրա համար ունենք փորձառու թիմ, ունենք մրցունակ ծրագիր, կամք եւ վճռականություն մեր առջեւ դրած խնդիրները լուծելու համար։ Եվ մենք միասին կարող ենք։